ինքը թող կողմնորոշվի, քանի երկրի լրտես է ինքը։ Առնվազն երկուսը ոչ բարեկամ երկրներ են։ Պարոն Կարապետյան, բարև ձեզ։ Բարև Ալիկ ջան։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, դու ինչպե՞ս ես։ Ես էլ միշտ ուժեղ, շնորհակալ եմ։ Պարոն Կարապետյան, նախորդ շաբաթ հանդիպում ունեցաք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ եւ այդ հանդիպումը նախընտրական փուլում շատ բանի մասին էր խոսում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։ Դա նախընտրական փուլում էր, բայց քաղաքականության հետ կապ չուներ։ Դա ընդամենը բարեկամական այցելություն էր կաթողիկոսի կողմից, մենք նույնիսկ քաղաքականության մասին մեկ բառ չենք խոսել, քանի որ թե վեհապարը, թե ես գտնվում ենք ապօրինի հետապնդումների տակ, շատ հետաքրքիր քննարկում ունեցանք, մենք քննարկեցինք մեր ազգային խնդիրների մասին, ազգային միասնության մասին, մեր ինքնությունների պահպանման խնդիրների մասին եւ եկեղեցու շուրջ ծավալված հարձակումների մասին եւ հույս հայտնեցինք երկուսս էլ, որ շատ շուտով այդ ամեն ինչը կանգնելու է եւ անողները շատ երջանիկ չեն լինելու դրա համար։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը Երևանի իր քարոզարշավներից մեկի ընթացքում ադրբեջանական անվանումներով թվարկել է տարբեր գյուղերի անուններ, օրինակ Բարխուդարլի, Խեյրեմլի եւ այլն, որոնք սահմանազատման արդյունքում հայտնվելու են Ադրբեջանի տարածքում եւ սրա մասին նախորդ շաբաթ նաեւ ԱԳՆ նախարարն էր հայտարարություն արել եւ կոնկրետ անուններ չէր տվել գյուղերի, առանց որևիցե գյուղ նշելու։ Կարող ենք արձանագրել, որ սա հերթական միակողմանի զիջումն է եւ սա սկիզբն է 300,000 ադրբեջանցի բերելու Հայաստան ծրագրի։ Նիկոլ Փաշինյանը ամենին զուգահեռ անում է։ Դա նույնիսկ հիմա, եթե թվել է մի քանի գյուղերի անուններ, դա ոչինչ չի նշանակում։ Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց, ինքը կսկսի թվել Բասարգեճար, Գյոլչա, Սյունիքը, չգիտեմ ինչ անվանում Սյունիքին կտա, հետո կանցնի Երևանին։ Դրա համար ենք մենք ամեն օր ահազանգում, որ այս process-ը պետք է կանգնեցնել։ Այս մարդը վախի մթնոլորտի տակ ամեն ինչ հանձնելու է։ Մեր ժողովրդին թվում է, եթե մենք դա շատ ենք ասում, դա նախընտրական քարոզ է։ Դա ոչ մի կապ չունի նախընտրական քարոզի հետ։ Դա ընդամենը անհանգստություն է, որ մենք ավելի լավ ենք տեսնում, ավելի լավ ենք զգում իրենց քայլերը։ Դրա համար պետք է կանգնեցնել։ Իրենք միակողմանի զիջելու են ամեն ինչ։ Իրենք 300,000 դեռ դա ամենաճշգրիտ թիվը չի։ Միգուցե դա լինի 500,000, հենց սկսեցին գալ, ով է կանգնեցնելու այդ process-ը։ Կարող է մինչև 1 միլիոն ադրբեջանցի կան։ Ես համարում եմ դա պատահական չէր, որ շեֆը մեկ շաբաթ առաջ իր տեղակալին ուղարկել էր Հայաստան եւ նա եկավ բոլոր հրամանները բոլորին տվեց։ Հիմա բոլորը մասնակցում են process-ների, ինչպես կատարել այդ հրամանները։ Նրանց համար ամենակարևորը փափուկ ձևով տիրանալ Հայաստանին Նիկոլ Փաշինյանի օգնությամբ։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը 2 օր առաջ հայտարարեց, որ դուք ինչ որ երկրի լրտես եք։ Կմեկնաբանեք ինչ որ ձև։ Քեզ էլ է արդեն անհանգստացնում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Բացարձակ, ուղղակի հանրությանը պատասխան տանք։ Ես ասել եմ, տարբեր դոզաների տակ տարբեր հայտարարություններ է անում։ Դրա համար մի անհանգստացի։ Ես եթե լրտես եմ, հայ ժողովրդի լրտեսն եմ։ Նիկոլ Փաշինյան անհանգստացած է, որ մենք ամեն շաբաթ բացահայտում ենք իր բոլոր անօրինական քայլերը, իր բոլոր թույլ քայլերը,
ցույց ենք տալիս մեր ժողովրդին, որ հասցրել է մեր երկիրը անդունդի եզրին։ Դրա համար իրեն թվում է դա միայն լրտեսությամբ կարելի անել։ Բայց ցանկացած մարդ ընդամենը 1 ժամ ծախսելով կարող է տեսնել ամեն ինչը, թե Նիկոլ Փաշինյանի ապօրինությունները, թե Նիկոլ Փաշինյանի արտաքին խնդիրները, որ բերել է մեր երկրի գլխին, թե ներքին խնդիրները, որ բերել է այս 8 տարում մեր երկրի գլխին։ Դրա համար լրտես լինել պետք չի։ Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ինքը թող կողմնորոշվի, քանի երկրի լրտես է ինքը։ Առնվազն 2-ը ոչ բարեկամ երկրներ են։ Շնորհակալ եմ պարոն Կարապետյան, ձեզ լավ օր։ Քեզ էլ լավ օր, Ալիկ ջան։ Շնորհակալ եմ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։